Փորձենք շեղվենք, փորձենք խոսքը լսենք։ Ուրեմն մի հատ պատմություն պատմեմ, որով ուզում եմ սկսեմ, հետո խոսքի ժամանակ կներկայացնեմ նաև ինձ, բայց սկսեմ մի հատ պատմությունից, որ մի հատ հիվանդ եկավ իմ գործի տեղը։ Ես աշխատում եմ հիվանդանոցում, ես շտապօգնության բժիշկ եմ ընտունարանում, եւ մի հատ հիվանդ եկավ, կարելի ասել ինքը չեկավ, իրան բերեց իր կինը։ Այս տղամարդը մոտ 50 տարեկան տղամարդ էր, ինքը ասում էր ես ոչ մի գանգատ չունեմ։ Ես չեմ ուզում այստեղ լինեմ, սենց մռութ արած, մրտմրտալով, ես չեմ ուզում գամ, չգիտեմ ինչի եմ եկել, բայց իր կինը ասում էր ոչ պետքա գնաս բժշկի։ Ու իմիջայլոց ասեմ, հիմնականում կանայք ավելի իմաստուն են, քան տղամարդիկ։ Համաձայն եք, կանայք ծափահարում են, շատ դեպքերում չեմ ասում միշտ, լինում են բացառություններ, բայց ընդհանուր առմամբ կանայք շատ իմաստուն են լինում։ Ես դա նկատել եմ, լավ, մի հատ ուրիշ գաղտնիք բացեմ։ Ես մոտ հիմա մի տարուց մի քիչ ավելա որ ամուսնացած եմ, 13 ամիս, Արմինեի հետ ամուսնացած եմ այստեղ ակինս։ Ու այնքան լավ է, շուտ պետք է արած լինեի, գիտեք, որովհետև Այս վերջի 13 ամիսը, այս վերջի տարին, հեչ բանի մասին էլ չեմ մտածում։ Իմ տեղը ամեն ինչ մտածված է արդեն։ Թե ինչ եմ հագնելու, ինքնավորոշում, ինչ եմ ուտում, ինքնավորոշում, այս քարոզը ինքնագրել, կարամ ասեմ։ Ընդհանրապես, այս ուղեղս հանգստացել է։ Շուտ որ ամուսնացած լինեի, մազերս չէր թափի երևի, շատ չէի մտածի, չգիտեմ, թե ինչի է ես ինձ այսքան ծանրաբեռնում, ինչի է ես ինքս այդ ամեն ինչը որոշում, այնքան լավ է, առավոտելուն ասեմ ինչ ենք հագնելու, ինքը ասում է։ Կարծես իմ AI-ն է, արհեստական բան է, ինտելիգենցիա։ Մի խոսքով, այս հիվանդը պացիենտը եկել էր շտապօգնություն, իր կինն էր բերել եւ կինը ասեց բժիշկ, անպայման իր ոտներին նայի, որովհետեւ իմ կարծիքով նա խնդիր ունի իր ոտքերի հետ։ Ասի օքեյ, եթե դուք ասում եք նայեմ, դրեցի իմ ձեռնոցներս եւ սկսեցի հանել նրա նասկիները։ Հայերեն նասկի ոնց են ասում։ Նասկի։ Գուլբա, այդ ուրիշ բան է, գուլբա։ Նասկիները։ Սկսեցի, մեկը առաջինը հանեցի, մեկը հաշվում եմ, նայում եմ ոտի մատերին, հաշվում եմ ընդամենը 3 մատ։ Պետք չի բժիշկ լինել դրա համար, որ հասկանալ, որ ինչ-որ մի բան է ինչի։ Ու մտածում եմ, ուր են են 2 մատը բա։ Հետ եմ նայում նասկու մեջ, 2 մատը նասկու հետ պոկվան, դուրս եկան։ Այս տղամարդը ոչ ցավ ուներ, ոչ գանգատ ուներ, ոչ էլ իրան հետաքրքրում էր։ Ոչ էլ փող ուներ, ասում է եղբայրը։ Գիտեք հետաքրքիրը որն է։ Իր մատները ոտքի մահացել էին։ Այն աստիճանին արդեն միսը մահացել, որ փդել էր եւ զուտ պոկվավ ընկավ։ Ու ինչու եմ այս պատմությունը պատմում, ոմար չի վատանում է, չվատանեք, բան չանեք։ Մարդկա չի կարող, մեկը վատացել է, ջուր տարեք։ Իմիջայլոց մարդկա ընդհանրապես ոչ արյունին է դիմանում, ոչ պատմությունները արյունոց։ Ես օրինակ իմ եղբայրը տանը, ես որ մի անգամ եղավ, ճաշի սեղանի նստած էին, գործից է եկել, պատմում էի թե ինչ եմ արել, որտեղ եմ դանակ մտցրել եւ այլն կտրեք արել։ Մեկ է նայեմ, եղբայրս են սպիտակեց ու կամացես են շրջում է։ Զուտ պատմելու հիման վրա կարա լինի։ Բայց այս մարդը իր մատները ոտի սկսել էին մահանալ, արդեն մահացել էին, ուրեմն ինչ է դուրս գալիս, մարդ կարող է ապրել և մեռնել միաժամանակ։ Ինքը մտածում էր, որ ինքը ապրում է, կենդանի է, ինքը մտածում էր, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, բայց իր մարմինը սկսել էր փդել, բառից բուն իմաստով։ Գիտեք, հոգևոր դաշտում, ընդհանրապես մեր կյանքը սա օրինակ է, ինչպես է գործում, հոգևոր մենք կարող ենք մահացած լինել, մենք կարող ենք այս երկրի վրա ապրել և մեզ թվա, որ ամեն ինչ լավ է, մեզ թվում է երբեմն, որ ամեն ինչ լավ է, գնում է, մենք անում ենք, ապրում ենք, բայց միաժամանակ միգուցե մենք սկսել ենք մահանալ ու արդեն մահացել ենք։ Նայեք, բացատրությունը բժշկական շատ պարզ է, իր ոտքի մատերի անոթները, երակները էլ չէին գործում։ Երբ որ արյունը չի հոսում միտեղ, սկսում է մահանալ։ Նույնն է Քրիստոսի արյունը։
Երբ որ Քրիստոսի այրունը չի հոսում մեր կյանքում միտեղ, լինի հավատացյալ եկեղեցում, լինի անհավատ ընդհանրապես աթեիստ, երբ որ Քրիստոսի այրունը չի հոսում մեր կյանքում, մենք չենք շարժվում նրանով, մենք չենք գործում նրանով, մենք սկսում ենք մահանալ։ Իսկ ինչու էր իր անոթները փակվել եւ վնասվել, որովհետեւ շատ հավանական է, որ նա երկար ժամանակ ուներ բարձր շաքարային դիաբետ։ Գիտեք, շաքարը երբ որ շատ է բարձրանում, մեզ թվում է, թե մենք քաղցր սիրում ենք, չէ՞։ Ով է այստեղ քաղցր սիրում։ Ես շատ եմ սիրում քաղցր։ Այն էսես տորտը կռեմով ինչքան կարամ կամ որ չայ սուրճը խմում ենք, չէ՞, ինչքան կարանք մեղրը բանը, քաղցրը մենք սիրում ենք, գիտենք թե քաղցրը լավ է։ Նույնը հոգևոր վիճակն է։ Մենք ուզում ենք միացած թխվածքի մեջ ապրենք, որ ոչ մի խնդիր չունենանք, ամեն ինչ քաղցր ու լավ լինի, բայց շատ դեպքերում դա տանում է մահի։ Շատ դեպքերում դրա պատճառով մենք էլ չենք տեսնում, որ Քրիստոսի այրունը կարևոր է մեր համար, եւ չենք ապրում իր վճարած գնով եւ զոհով, եւ մենք սկսում ենք մահանալ։ Այս պատմությունով սկսեմ եւ կարդամ Հովհաննես ավետարանից 5-րդ գլուխը։ Հովհաննեսի ավետարանը 5-րդ գլխից կարդում եմ հենց առաջի խոսքը։ Դրանից հետո հրյաների տոնն էր եւ Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կա, որ եբրայերեն Բեթսադա է կոչվում, որը 5 սրահ ունի։ Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ, կույրեր, կաղեր, գոսացածներ, որոնք ջրերի խառնվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի ջուրը մեջ եւ ջուրը խառնում էր, շարժում էր։ Ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր։ Այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած եւ իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզում ես առողջանալ»։ Հիվանդը նրան պատասխանեց. «Տեր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի, մինչև ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։ Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց, վերցրու մահիճդ եւ քայլիր»։ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլելով ու քայլում էր, եւ այդ օրը շաբաթ էր։ Այսքանը։ Ուրեմն կարևոր մի դետալ ասեմ, հա, տոն էր եւ Հիսուսը գնաց խնջույքին։ Ինչու եմ ես սա միշտ շեշտում նաեւ որ հոլանդացիների հետ եմ շփվում։ Գիտեք, հոլանդական բողոքական ավանդույթի մեջ, կալվինիստական թեոլոգիայի մեջ, աստվածաբանության մեջ մտել է այն գաղափարը, որ իսկական քրիստոնյան պետք է սուկ ապրի, տխուր լինի, լուր լինի։ Կա այդպիսի աստվածաբանական վարդապետական ուղղություն, բայց մեր Քրիստոսը միշտ մասնակցում է խնջույքների։ Կարելի է Քրիստոսով, Աստծով ուրախանալ, զվարճանալ, երգել, պարել, վայելել։ Մի անգամ Բելարուսիա էի գնացել, ավետարանչական ծրագիր էր եւ մենք ասած ժամանակ ունեինք, մտանք ուղղափառ եկեղեցի, այնտեղ իրանց այդ տաճարը մտանք, այդ լռությունը մուտքի մոտ արձաններն էին, արձանի ոտքը ամպուտացվել էր, այնքան էին համբուրել, այտենց լացով, արցունքով, այդ ոտք չուներ, այնքան էին ձեռ տվել։ Հասու վիճակ էր, այդ արցունքով այդ վիճակը դες լռությունը բան տեսան մտա, ես էլ ընդհանրապես ես ուրախ մարդ եմ, ես սիրում եմ հումոր անել, լենագանից եմ, չէ՞, ես հումոր սիրում եմ։ Մի խոսքով, մտա սենց ուրախ ժպտով բան քայլում եմ, մեկ է քահանան մոտիկացավ, ասեց ինչ ես ծիծաղում։ Լուրջ եմ ասում։ Ասեցի ուրախ եմ, ծիծաղում եմ։ Ասեց էսի հորը տունը չի, էսի Աստծո տաճարն է։ Դա հայերեն թարգմանված ասեց, ռուսերեն դեն չէր կարող ասել։ Ասեց էսի Աստծո տաճարն է, ասեցի գիտեմ, նա իմ երկնային հայրն է ու նա էլ է ուրախ եւ ծիծաղում է գահի վրա։
Ինձ դուրս արեցին եկեղեցուց։ Այս հոլանդացիների հետ էի, մեկ է նայեն գորը չկա, ասին, մեկ է տերտերները բռնեցին, դուրս գցեցին եկեղեցուն։ Ասացին, ոնց դու այդքան ուրախանում ես, ստեղ պետքա սուկ բայել բան, դա Աստծուց չի։ Լուրջ եմ ասում, Աստծո ժողովուրդը, քրիստոնյաները կարող են խնջույքով, ուրախությամբ ցնցվել։ Նույնիսկ խոսքեր կա, որ ասում է Տիրոջ ուրախությունը քո ուժն է, փրկությանդ ուրախությունը քո ուժն է։ Եթե մենք աշխարհին ասում ենք, եկեք դառեք մեր նման, ու մեր երեսը գերեզման է, ով կուզի դառնա մեր նման։ Լուրջ եմ ասում, չէ՞։ Այսինքն մենք պետքա ցույց տանք, որ նաև մենք լացում ենք, մենք սուկ ենք տալիս, բայց մենք ունենք կենթանի Աստված, եւ դրա համար էլ մենք խնջույքների ենք մասնակցում։ Եվ Քրիստոսը գնաց Երուսաղեմ լավ քեֆ անելու։ Նա մասնակցում էր հարսանիքներին, բայց իմ Քրիստոսը ոչ թե մենակ գնում է խնջույքների, այլ նա խնջույքներում տեսավ Բեթսադան։ Այդ կոնտրաստը պատկերացրեք, քաղաքը ցնծության մեջ է, խնջույք են անում, գիտեք կան նաև շարժումներ քրիստոնեական, բողոքական, որտեղ մենակ խնջույք են անում, ու նույնիսկ նրանք հերկում են, որ կա ցավ, տառապանք, ասում են ուշադրություն մի դարձրու, որ անցնի, դա ճիշտ չի, դա իմաստուն չի, այնպես չէ, որ եթե ես մենակ ժպտամ ձև անեմ, թե լավ է, ուրեմն լավ է, պետք է անկեղծ լինենք, խնջույքի կողքին կարող ենք մենք ունենալ ցավ, տառապանք, հիվանդություն, կորուստ, Քրիստոսը գնաց խնջույքի եւ տեսավ Բեթսադան։ Բեթսադայում պարկած էին ամենաանհույս, ամենալքված, մերժված մարդիկ։ Ում համար այդքան էլ խնջույք չէր։ Մարդիկ նկարում են բոլորը։ Ասեք փորս նես քաշեմ, կոնես զգուշացրեք նկարելուց առաջ։ Մի հատ նկարեք ու վերջ, հա։ Էլ չեմ կարող շնչալ։ Լավ, ֆրցանք։ Նա տեսավ Բեթսադան, տկարները, հիվանդները, ընկածները։ Եվ Քրիստոսը գիտեր, որ այնտեղ կա մեկը, որը 38 տարի մահճակալի վրա, մահիճի վրա, մատրասի վրա պարկած էր, ընկած էր կարելի ասել։ 38 տարի։ Նա տեսավ եւ նա գիտեր։ Այսինքն երբ որ Քրիստոսը գալիս է մեր կյանք, նա տեսնում է եւ գիտի։ Նա գիտի, երբ որ մենք խնջույքի գագաթին ենք, զվարճանում ենք, ամեն ինչ լավ է։ Եվ նա գիտի, երբ որ մենք ընկած ենք, տկար ենք եւ կարիք ունենք։ Նա տեսավ նրան եւ նա գիտեր գրված է, որ 38 տարի տառապում է։ 38 տարի։ Ու Քրիստոս հարցրեց այս մարդուն։ Առաջի բացման իր խոսքն էր. ուզում ես բժշկվես։ Այդ ինչ հարց է, որ տալիս ես այս մարդուն։ Ուզում ես ես պատկերացնում եմ իմ գործի տեղը, որ մեկը խոսքի շտապօգնությունը գա, մեկին բերի, սենց բխված, տկար կամ հիվանդ վիճակում, նայեմ ասեմ վայ, ուզում ես բժշկվես։ Ինձ թվում է բողոք ստանամ, ինձ գործից լուրջ խնդիր կունենամ։ Ինչ հարց է, որ տալիս ես դու հիվանդին, ուզում ես բժշկվես։ Ես իրոք անկեղծ երբ կարդում եմ այս ձևի աստվածաշնչյան խոսքերը, ես ինձ հարցում եմ, Տեր, ինչու ես դու դա ասում։ Բայց գիտեք, այս հարցը ինձ թվում է մի շատ կարևոր կորիզի է կպնում մեր էության։ Նայեք, մի բան բացատրեմ։ Երբ որ մարդը երկար ժամանակ մի դրության մեջ է, գալիս է մի պահ, որ այդ դրությունը դառնում է քո ինքնությունը։ Այսինքն մեր տառապանքը կարող է դառնալ մեր ինքնությունը։ Մեր հիվանդությունը կարող է դառնալ մեր կարևոր մի արմատ, որի վրա մենք կառուցում ենք մեր կյանքը։ Ու ես չեմ ասում մարդիկ չեն ուզում կամ ինադու են անում, ոչ, դա զուտ մեխանիզմ է պաշտպանողական։ Գիտեք ինչու, որովհետև գալիս է մի պահ, որ դու էլ չես պատկերացնում դու ինքդ քեզ ուրիշ դրության մեջ։ Եթե բոլորը քեզ գիտեն այս խնդիրներով, ով ես դու առանց այդ խնդիրների, դա վախենալու հարց է, որովհետև դու նորից պետքա կառուցես մի նոր կերպար, դու պետքա նոր դեր վերցնես քո վրա մարդկանց մեջ։ Եթե դու ազատվում ես մի բանից կամ երբ որ դու փոխվում է քո կյանքը, դու պետքա նոր դեր գտնես, իսկ դրանից մենք խուսափում ենք, մեր բնությունը, մեր էությունը ուզում է պահել ոնց որ կա։ Դրա համար գալիս է մի պահ, ես գործից մեր շատերին եմ հանդիպում, անկեղծ շատերին եմ հանդիպում, ով ասում է, որ ուզում է, որ մի բան փոխվի, բայց վախենում է դրանից, ու խորը սրտում նա չի ուզում դա, որովհետև չի պատկերացնում ոնց,
Հնարավոր է, ինչպես։ Այսինքն այս հարցը, որ Քրիստոսը տալիս է, անցնում է հիվանդության տառապանքից եւ կպնում է նրա սրտին, թե պատրաստ ես դու լինել նոր անձ եւ կարող ես դու վերցնել պատասխանատվություն, որը չունեիր այսքան ժամանակ։ Պատրաստ ես դու վերցնել մի ուրիշ բեռ քո վրա այս կյանքում, որը նա չուներ, չէր պատկասնում։ Այսինքն այդ հարցը դրա համար շատ էական էր։ Ուզում ես բժշկվես։ Շատ հեշտ է ասել այո, իհարկե, բայց դրա հետևում կան հետևանքներ։ Ոչ մենակ բժշկության մասին է խոսքը, լիքը ուրիշ թեմաներ կան մեր կյանքում, որ մենք շատ դեպքերում ասում ենք, որ լավ կեղներ ուրիշ լիներ, բայց շատերս պատրաստ չենք դրան։ Մարդկա միշտ խոսում է, սենց եմ անելու, բայց նրանք պատրաստ չեն դրան եւ չեն անում երբեք։ Դրա համար այս հարցը Քրիստոսի շատ կարևոր սկիզբ է։ Դու տեսնում ես քեզ իր աչքերով։ Դու պատկերացնում ես քեզ մի լրիվ ամբողջովին ուրիշ դերի մեջ։ 38 տարի տառապելը շատ դժվար բան է։ Ես ինքս 38 տարեկան եմ։ Գիտեմ չէի կասի, շնորհակալություն, բայց 38-ը։ Իմ ամբողջ կյանքը պատկերացրու մի բերի տակ, ընկած, ու այդքան տարի նա տեսել է ինչպես ուրիշն է բժշկվել ինքը չէ։ Պատկերացրու 38 տարի մենք չգիտենք ինչքան հաճախ այդ ջուրը շարժվում էր, չգիտենք ինչքան է եղել, բայց ամեն անգամ ինքը գիտեր, եթե ես ընկնեմ մեջը կբժշկվեմ ու չեմ կարող, չունեմ ոչ մեկին։ Այդքան հույսի կտրել, այդքան խորը սուզվել, ահավոր ընկած էր այս մարդը, 38 տարի։ Իհարկե նա էլ չէր հավատում, որ իր համար հրաշք կա։ Իհարկե ես հասկանում եմ նրան։ Հասկանում եմ, մեզ հեշտ երբեմն կարդում ենք, գիտենք թե մենք լավն ենք, մենք ուրիշ ձև կասեինք։ Ոչ։ Մենք իրանցից լավը չենք։ Մենք նույն ձևի կտառապեինք, կկորցնենք մեր հավատքը ու հույսը։ Ու երբ որ Հիսուսը հարցնում է, ուզում ես բժշկվել, ես կսպասեի, որ ասեր այո։ Բայց ոչ, նա սկսում է բացատրել, ինչու չի կարող բժշկվել։ Իր պատասխանը չէր այո կամ ոչ։ Ինք ասում է Տեր, ամեն անգամ երբ ջուրը շարժվում է, հետո կարկուտը տվեց, բերքը փչացավ, մի խոսքով այծերը այնտեղ ու խնդիրներից է սկսում խոսել, թե ինչի է անհնար այս ամենը։ Եվ շատ դեպքերում երբ Տերը մեր հետ խոսում է, ուզում ես դու այս քայլը տեսնես, ասում ենք Տեր, բայց թե էսի ներից նենց ասեց, էսի սենց արավ, բայինի ոնց կլինի, ու մենք լիքը պատճառներ ունենք, որի պատճառով դժվարանում ենք տեսնել Քրիստոսի խոստումն ու խոսքը։ Ուզում ես բժշկվես, մարդն ասում է Տեր, չգիտեմ, չի ստացվում, իմ մոտ չի լինի։ Եվ Տերն ասում է, վեր կաց, վերցրու քո հետ քո մահիճը, մահճակալը, մատրասը եւ քայլիր։ Գիտեք, դա բժշկական տեսանկյունից շատ հետաքրքիր է, ոչ թե միայն իր հիվանդությունն է բժշկվում այդ պահին, այլ մենք գիտենք, որ եթե մարդը 38 տարի պարկած է ապրում, իր բոլոր մկանները գնում են ատրոֆիայի եւ էլ չեն գործում։ Երբ որ մենք ռեանիմացիայում պարկացնում ենք հիվանդի, 3, 4, 5 շաբաթ ինտուբացնես, արտական շնչառություն տաս, հետո երբ որ մենք սկսում ենք այդ ամեն ինչը քչացնել, տեսնում ենք, որ մարդու ոչ մի բան չի աշխատում։ Ներվերն է վնասվում, մկաններն են վնասվում, որովհետեւ օրգանիզմը չի կարող 38 տարի պարկի ու հետո քայլի։ Երբ որ ձերքը կոտրում եք գիպս եք դնում, 4 շաբաթ հետո այսքան բան է մնում ձերքից, նկատել եք, չէ՞։ Պատկերացրեք 38 տարի չքայլես։ Եվ նա այսինքն այդ Քրիստոսի խոսքով ոչ թե նա բժշկվում է, այլ նա նոր ոնց որ արարիչ խոսք է, որ նոր բան է ստեղծում նա այդտեղ։ Եվ այս մարդը վերականում, թափա տալիս վրեն, վերցնում է իր մահճակալը, մահիճը, մատրասը եւ գնում է։ Հետաքրքիր հարց։ Լավ, օքեյ, հրաշքը, բայց ինչի այդ մահճակալը, մահիճը հետը տարավ, մատրասը, ասեմ, ինչի մատրասը հետը տարավ։ Ինչ իմաստունի որև ես անկեղծ լինեմ, ես չեմ մտածում 38 տարի հետո այդ մատրասը շատ թանկնոց մի հատ էսպես, հա, ասենց Swiss կամ Tempur ֆիրմայի մի քանի հազար եվրոանոց մատրաս էր, ոչ։ Ինձ թվում է դա զիբիլ էր։ Ընդհանրապես ես մատրասները չեմ սիրում։ Իմիջայց հոլանդիայից ովքեր են, այսինքն բերժիկներն են դες բան սիրում։ Դուք սիրում եք վրաններով դες կեմպինգ կամ պիրանանել։ Անում են հայերը, թե չէ, այդքան ինտեգրացված չենք, չէ՞ մենք։ Չէ, մենք ուրանոց լյուքս 3 հոգի։
Ես ընդհանրապես տրավմա ունեմ, ինձ հյուրանոց տվեք, լավ է, բայց գիտեք ինչի, երբ որ ես պատանի էի, մի անգամ մենք ապրում ենք Փախստական ճամբարներում, մեզ եկեղեցին հրավիրեց պատանիական ճամբարի, որտեղ պետքա նաև քնեինք վրանների տակ, այդ մատրասներով, լուխտբեդերով, լուխտբեդ հոլանդերեն հասկանում եք, լուֆտբեդ, գերմաներեն ոնց են ասում, ես շեշտան չունեի, ինձ ասացին կտանք։ Ամեն ինչ տվեցին, վերցրու գնա վրանը, այդ լուխտբեդը քնելու ամեն ինչ, մի խոսքով վերցրեցի գնացի։ Հիմա խաղեր, սպորտներ, շատ լավ է, օրտնված ճամբարը, գիշերը պարկել եմ, ամեն ինչ ցավում է, գետնին, ասեն չոր է, այնքան չոր է, պատտվում եմ այս կողմ ցավում է, պատտվում եմ այն կողմ ցավում է։ Սաղ գիշեր մտածում եմ, հալավ, այս հոլանդացիք ինչ են գտել սրա մեջ։ Խոսքի բացատրեք սրա հաջույքը որն է, ես էլ վայելեմ, չեմ հասկանում, փնտրում եմ, փորի եմ, պարգում եմ, ինչ անում եմ չի ստացվում։ Սաղ գիշեր տանջվեցի, չեմ քնել, անկեղծ ասած։ Առավոտ դուրս եկա ծրված, հոլանդացի տեսան եւ լավ քնեցիր, ասում եմ լավ քնեցիր, սաղ մաշկս ցավում, ասում եմ, սաղ մկաններ ցավում, ասում եմ ինչքան չոր էր, ասում եմ ոնց, ծակվել էր։ Ասում եմ ինչն էր ծակվել, ասում են մատրասը, ասում են չի կարայի փչեի այդ մատրասը։ Լսեք, ես այդքան էլ հիմար չեմ, բայց մի րոպե, ձեզ թվում է թե սենց բանը ընդհանրապես չեմ հասկացել, ոչ, էդի չգիտեմ ինչ էր, պարզվում է, ինքը առանց փչելու էլ էր այսքան, բայց պետք է փչեի, որ այդքան մնար, խոսքի, թե չէ որ պարկում էիր, ես եթե զապալ առաջ անգամ էի տեսնում, բայց դրանից հետո ես էլ մատրասների, մայիշների հետ գործ չունեմ, ու հիմա մտածում եմ, այս մարդը 38 տարի ծակված մատրասի վրա, մաշված, ինչի հետը վերցրեց ու գնաց, ինչի պետք է դա հետը դա տաներ, հետաքրքիր հարց է, չէ՞։ Երբ շարունակում ենք կարդալ, տեսնում ենք, որ իր մատրասը, մահիճը դառավ պատճառ, վկայություն, բոլորը սկսին խոսալ նրա վրա, այդ ինչ ես անում, դուր ես տանում, շաբաթօրով այդ ինչ ես անում, մատրասը դուր ես տանում, եւ նա սկսեց պատմել, այն մարդը, որ ինձ բժշկեց, այն մարդը, որ ինձ ասեց, ու նա սկսեց ցույց տալ Հիսուսին, այսինքն այդ անեծքը ինչի վրա նա պարկած էր, այդ ցավն ու տառապանքը, միգուցե այդ սպիները, այդ լիտեյկները, այդ հայերեն սպի են ասում, չէ՞, շռամները ռուսերեն ասած, իր մարմնի դառավ վկայություն եւ նա սկսեց ցույց տալ մարդկանց Քրիստոսին։ Նա ասեց, նա խոսեց, իմ կյանքը փոխվել է, ես էլ պարկած չեմ այդ մատրասի վրա, այդ մահիճի վրա, այլ ընդհանրապես նա սկսեց վկայել Քրիստոսի մասին։ Նայեք, իր այդ տառապանքն ու անեծքը դառավ օրհնություն, դառավ վկայություն։ Գիտեք, երբ մենք Նիդերլանդերում այդ հանձնվեցինք, այսպես կարելի ասալ ձեռքերս վեր հանձնվեցինք, Փախստականի կարգավիճակով 8 տարի ապրանք, քամպերում, ճամբարներում եւ մեզ հանում էին, այդ ընթացքում այդ մեր ժվանքը, այդ իմիգրացիոն ծառայությունների կռիվը, պայքարը, այդ ամեն ինչը կարա դառնություն բերի քո կյանքում։ Այդ մութ ապագան, հա, իմ դասարանի երեխեքը ծրագրեր էին գցում, արտասահման էին գնում, ես ոչինչ էի կարող անել։ Մինչև 20 տարեկանս ես չգիտեի մեզ ինչի մեր վիճակը ինչա լինելու, մենք չունեինք ոչ մի թուղթ։ Ու այդ տարիները, այդ մատրասներ, այն մահիճներ, ինչու վրա մենք պարկած էինք, բայց ես չդառնացա։ Հակառակը, այդ տարիներում, երբ ես Քրիստոսին հանդիպեցի, այդ բոլոր տանջանքն ու տառապանքը, այդ բոլոր պայքարները եւ այդ իմիգրացիոն ծառայության գործերը, որ մեր գլխին էին ջարդում, ես շուռ տվեցի որպես վկայություն եւ օրհնություն։ Ես գիրք գրեցի այդ կյանքիս իմ պավան մասին, կոչված խլուկ զուկր, երջանկություն փնտրողը, եւ երբ որ մենք արդեն ապրելու իրավունք ստացանք, IND-ն, իմիգրացիոն ծառայությունը եւ COA-ն պատվիրեցին այդ բուքը ու լավ փող տվեցին։ Այսինքն իրանց ամեն ինչ որ իմ հետ արել էին, ես գրեցի, հետ ծախեցի իրանց։ Այդ իրանց խնդիրն էր։ Այսինքն այդ իրանց աղբը, որ լցրել էին մեր վրա, վաճառեցի հետ։ Գիտեք, երբեմն մարդիկ ասում են, բողոքում են, գործ չկա, փող չկա, միակ բանը, որ պետք է գրիչն է, վկայությունն ու Աստծո հետ ապրելն է։
Եվ Տերը բացում է նոր դռներ, եւ գիրքս ես ահավոր շատ վաճառվեց, եւ այն տանջանքն ու տառապանքը այդ մահիճը դարավ հիմա վկայություն, որը ցույց է տալիս Քրիստոսին, որի մեջ ես պատմում էի, նա որ ասեց, խոսեց իմ կյանքում, ասաց դա արա այսպես, արա այնպես։ Դա ընտրություն է։ Դա բնավորության աճ է։ Մենք կարող ենք աշակերտներ լինել Քրիստոսի, հանդիպենք նրա հետ եւ մնանք մեր մահիճի վրա, պարկած։ Իրոք, լինում է, որովհետեւ կյանքի դառնությունները երբեմն մեզ հետ են ձգում։ Եկեղեցում լավ է, փառաբանում ենք, զգում ենք, որ մենք էսա մերն է, ասա հոգեհարազատը, չէ, սա ինչ լավն է, բայց հետո գնում ես տուն, դուրսը ցուրտ է, տուն ես գալիս, միգուցե ամուսինդ կինդ վրեդ գոռում է, կամ հակառակը քեզ լքել են, կամ հիվանդ ես, կամ բժիշկն ես ասեց, այնքան բան է պատահում, որ մենք նորից հայտնվում ենք մահճակալի վրա։ Դառնացած, հիասթափված, հոգնած։ Դրա համար Տերն ասում է. ուզում ես հոգվես, վեր կաց և թող այդ քո տանջանքը, այդ ամենը ինչի միջով անցել ես, դառնա քո վկայությունը, թող դա դառնա քո ուժը, օրհնություն ու օծություն բերի ուրիշներին, գիտեք երբեմն մենք ուզում ենք, երբ որ մեզ վատ բան են արել, ուզում ենք վրեժխնդիր լինենք, կամ ուզում ենք իրանց ինչ-որ մի բան հետ անենք, թողեք Տերը դա անի, եթե մենք չդառնանանք, այլ ընդհակառակը, լցվենք Տիրոջ ուրախությամբ, մեր պատիվը բարձր պահենք և վկայենք Տիրոջ գործերի մասին, դա դառնալու է օծություն ու օրհնություն։ Ես կարող էի Ենդեի դեմ խոսայի, այդ միգրացիոն ծառայությունների վրա բողոքեի, հիմա ինչքան բեմ որ ստացել եմ, ինչքան հեռուստացույցերով որ խոսացել եմ, մի վատ բան, մի բացասական բան ես չեմ ասել հոլանդացիների մասին կամ ծառայությունների մասին։ Նույնիսկ եթե տուժվել եմ, դա Աստծո վրեժն է, իմը չի։ Ես փորձում եմ ամեն մի այդ դանակից, որ խփում են, ամեն մի նիզակից, ոչ միայն իմիգրացիոն ծառայությունից, ընդհանրապես կյանքում, երբ ձեզ մերժում են, լքում են, խաբում են, վնասում են, չդառնանալ, այլ փոխել մեր բնավորությունը, նմանվել Տիրոջը, լցվել նրա ուրախությամբ, վկայել Աստծո մեծ գործերի մասին, դա կշարժի և կբերի փոփոխություն։ Ու ես շատ ուրախ եմ, որ այս պատմությունը շարունակվում է և 14-րդ խոսքում մի հատ հետաքրքիր բան է տեղի ունենում։ 14-րդ խոսքում գրված է. դրանից հետո Հիսուսը նրան այս մարդուն գտավ տաճարում ու ասաց. տես, առողջացար, այսուհետ մի մեղանջիր, որպեսզի քեզ էլ ավելի չար բան չպատահի։ Այսինքն այս մարդուն մենք էլի գտանք տաճարում։ Սա պատահականություն չի, սիրելիներս։ Տերը մեզ փնտրում է ու պետք է գտնի տաճարում, Աստծո տանը, եկեղեցում։ Գիտեք, ես շատ հայերի ու հոլանդացիների հետ եմ խոսում, որ ասում են, ես հավատում եմ Աստծուն, բայց հիասթափվել ու վիրավորվել եմ եկեղեցուց։ Ես դա հասկանում եմ։ Մենք տկար ենք, սխալներ ենք գործում։ Բայց մենակ մնալը, որպես քրիստոնյա, դժվար է, անհնար է։ Այդ կրակը կմարվի։ Տերը մեզ ուզում է գտնի տաճարում, եկեղեցում, Տերը մեզ ուզում է գտնի այնտեղ, որտեղ մենք խոսք ենք լսում, վկայում ենք, մասնակցում ենք, զոհաբերություն ենք անում, փառաբանում ենք, Տերը ուզում է առողջ եկեղեցի տեսնի, լցված մարդկանցով, ով վկայություն ունի, որև եկեղեցում էլ ինքը որ եկավ ասեցին, այս այն մարդն էր, որ շաբաթ օրը մահիճն էր կրում, ու նա նորից վկայեց, հենա Քրիստոսը ինքն էր, որ ինձ ասեց, եւ նա քաջալերում է մարդկանց, այդ հարաբերությունները պետք են ու կարևոր են։ Եվ Տերն ասեց, մի մեղանջիր, մի մեղ գործիր, որպեսզի ավելի վատ բան չլինի քո հետ։ Հիմա սա շատ հետաքրքիր պահ է։ Արդեն բժշկվել է նա այնպիսի բանից, որ դրանից վատ բան ես չեմ պատկերացնում։ 38 տարի պարկած ընկած մահճակալի վրա, դրանից էլ վատ բան, այդպես է գրված, չէ՞, ես էդի չեմ ասում։ Տերն ասում է, սրանից վատ բան կարա լինի քո հետ, եթե մեղքի մեջ լինես։
Ես ընդհանրապես շատ չեմ այդպես բացասական քարոզում դժողքից, վախից, այդ իմ կանչվածությունը չի, բայց դա շատ ռեալ է ու մաս է ավետարանից, բարի լուրից։ Կա շատ ավելի վատ բան, քան 38 տարի հիվանդ լինելը։ Գիտեք, մեր մարմինը միևնույն է։ Մի օր երկար, մի օր կարճ։ Այստեղ երկրի վրա մարմինը մահանալու է, փոշի է դառնալու գրված է։ Փոշուց վերցված ենք, փոշի ենք դառնալու։ Ճիշտ է, բոլորս էլ ուզում ենք երկար ապրենք, առողջ ապրենք, ես դա հասկանում եմ, բայց դա չի ամենակարևոր կետը այս կյանքում։ Դրանից ավելի վատ բան էլ կա, Տերն ասում է։ Նա խոսում է հոգու կորուստի մասի։ Մեղքի մեջ գտնվելով մենք կորցնում ենք մեր փրկությունը։ Ասում է մի մեղք գործի, որպեսզի ավելի վատ բան քո հետ չպատահի։ Երբեմն մենք ձգտում ենք լավ կյանքի, բայց մոռանում ենք, որ դրա բանալիներն ու գաղտնիքները նաև սուրբ կյանքի մեջ է։ Ընտրություններ կատարենք, ճիշտ, որպեսզի առողջ ապրենք։ Երբեմն մենք ուզում ենք, մտածում ենք, որ ամեն ինչ պետքա հրաշքով երկնքից էս լսի նման ընկնի մեր ձեռքը, բայց երբեմն մենք պետքա ընտրություններ կատարենք։ Առողջ ընտրություններ, կտրենք մեղքի, չարի, մթության բոլոր կապերը։ Գիտեք, մարդիկ երբեմն մի անգամ իմ հոլանդացի հովիվի հետ ծառայում էինք, հետո աղոթքի ժամանակ մի հատ երիտասարդ եկավ, ասեց հովիվ, աղոթիր, որ պաշտպանված լինեմ դժողքի ու չարի այդ ճանգերից ու վախերից։ Ասինք ինչ ա եղել։ Ասեց ես համակարգիչով խաղեր եմ խաղում, դրակոններով, վիշապներով, ասեց շատ վախենալու խաղեր են։ Աղոթիր, որ պաշտպանվեմ։ Ասինք այդ խաղերը մի խաղա։ Կամ այդ խաղերը գցի են կողմ, ասես գիտես ինչքան փող եմ տվել, ուժ եմ ասում, շատ թանկ ասես Xbox եսի ինչա, եկա փող եմ տվել։ Այսինքն ես զարմացած եմ մնացել, ուրեմն մարդ կարող ու շատ դեպքերում մենք ընտրություն ենք կատարում, ապուշ մի բան ենք անում, հետո ասում ենք հովիվ աղոթի, որ անցնի։ Okay, աղոթենք, բայց եկեք սկսենք իմաստուն ու ճիշտ որոշ, եկեք կտրենք մեղքի այդ կապերը, հա, եկեք ձգտվենք սուրբ կյանքով ապրելու։ Որպեսզի ավելի վատ բան մեր հետ չլինի, որպեսզի գտնենք մեր բժշկությունը։ Գիտեք, երբեմն մարդիկ տառապում են զուտ, որովհետև մեղքի մեջ են։ Երբեմն մարդիկ չեն ստանում պատասխաններ, որովհետև մեղքի մեջ են։ Լինում է դա։ Ես չեմ ասում բոլոր դժբախտության հետևում անպայման մեղքն է կանգնած։ Բայց շատ դեպքերում դա այդպես է։ Շատ դեպքերում։ Եվ այս պատմության ավարտը իմ համար շատ հետաքրքիր է։ Մենք տեսնում ենք մի մարդ, որը չուներ ոչինչ, ընկած անհույս։ Քրիստոսը եկավ խնջույքի մեջ, տեսավ այդ դժուվեժը ուրախությունը եւ տեսավ նրան։ Հարցրեց ուզում ես իսկական, որ փոխվի ամեն ինչ։ Տեր անհնար է, նա ասեց։ Բայց Քրիստոսի խոսքը բավական էր, որպեսզի այդ հրաշքը տեղի ունենար։ Եվ նա սկսեց վկայել, նա սկսեց ցույց տալ մարդկանց Քրիստոսի, եւ նա գնաց եկեղեցի։ Նա դառավ եկեղեցու։ Մարմին, մասնակցող, պետք չի եկեղեցին մենակ լցնել մարտաքանակով, այլ ծառայողներով, աշակերտներով։ Մենք չենք եկել այստեղ թատրոն նայենք, զվարճանանք, ուրախանանք, տուն գնանք։ Մենք չենք եկել մենակ մի բան վերցնենք, շահենք, տեսնենք, մեզ տեսնեն, ոչ, մենք եկել ենք ծառայենք, հասնենք, մեկի կողքին կանգնենք, ինչ որ մի բան տանք։ Եվ դրա վերջում սուրբ կյանքով ապրենք։ Ու ես համոզված եմ, որ դրա մեջ է օրհնությունը, փրկությունը Քրիստոսով, պատասխանները մեր աղոթքների, բժշկությունը Տիրոջով։ Ես համոզված եմ, որ դրա մեջ մինչև վերջ դիմանալ պահելը ամենակարևոր բանն է։ Երբեմն գիտեք ես եկեղեցում շատ դեպքերում մենք նայում ենք բեմին կամ ծառայողներին, բայց հավատարմությունը մեր տեղում հավատարիմ լինել ավելի կարևոր բան է։ Ես ինչի եմ սա ասում, հիմա միացած բանի միջով եմ ասում, որ իրոք իմ համար ցավ է պատճառում, Նիդերլանդներից մարդիկ միգուցե գիտեն, կա մի հատ ճանաչված քարոզիչ, ինքը իմ օրինակն էր։
Երբ ես շատ փոքր էի, 13 տարեկան էի, ինքը 18 տարեկան էր, մեծ ավետարանչություններ էր անում եւ իր առաջի գիրքը, իմ ամենաառաջի գիրքն ա եղել, որ ես գնել եմ, կարդացել եմ իր աստորագրությամբ։ Ինքը իմ օրինակն էր, ավետարանում էր, ծառայում էր։ Ես հավատքի եկա, նայեցի իրան, ուզեցա դառնալ իր նման, սովորել, քայլել, ծառայել։ Ու հիմա ինքը արդեն եկել այն պահին, որ հիմա ասում է այդ ամեն ինչը սուտ էր, պետք չէր, եւ ինքը կանգնեցրել է, դադարեցրել է իր ծառայությունը եւ ընդհակառակը ասում է Քրիստոս կամ առանց Քրիստոսի բոլորն էլ Աստծունն են, այդ ամեն ինչն անիմաստ է։ Գիտեք հետաքրքիրը որն է։ Մենք կարող ենք երբեմն նայել, ձգտել մեծ բաների, բայց իմաստ չունի, եթե մենք մինչև վերջ, որպես հավատարիմ ծառա, հավատարիմ չմնանք այն փոքրի մեջ, որ Տերը մեզ տվել է։ Ընդհանրապես իմաստ չունի։ Այն ինչ որ Տերը մեզ տվել է եկեղեցու, պինդ բռնեք, ձեր տեղը իմացեք։ Քրիստոսով ընտրություններ կատարեք սուրբ ապրելու համար եւ այն դառնությունն ու տանջանքը, որը մահճակալ է, որի վրա դուք պարկած եք, շուռ տվեք որպես վկայություն։ Ընտրություն կատարեք, ես վեր եմ կանգնում իմ մահճակալից եւ ես վկայում եմ, որ այն ինձ ինչ որ ցավ են պատճառել, դա իմ ուժն է դառնալու։ Այն բոլոր սպիները թող ցույց տան Տիրոջ մեծությունը իմ կյանքում։ Ես չեմ ամաչի մարդկանցից։ Գլուխդ բարձր պայի դեպի երկինք։ Մի ապրիր մարդկանց կարծիքով, այլ վկայիր Քրիստոսի գործերը քո կյանքում։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։